Դե ինչ, բարի գալուստ, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Այգեստան բնակավայր։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր, զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Այսօր կհասկանանք, թե Այգեստանը ինչով է տարբերվում մեր բացահայտած մնացած գյուղերից։ Սիրելիներ, սա ում կաղամբի դաշտն է, հենց ցուցանակի մոտ արձագանքեք մեկնաբանություններում, որպեսզի հենց կաղամբը հավաքելիս լինեք, միասին գանք բորշ պատրաստենք թարմ կաղամբով։ Սիրելիներս, 2024 թվականից Այգեստան բնակավայրում կառուցում են ժամանակակից դպրոց։ 2027 թվականի վերջ նախատեսված է շինարարության ավարտը։ Զանգահարեք 8988 հեռախոսահամարով, դարձեք F-net Telecom ընկերության բաժանորդ, ձեր տանը ունեցեք անխափան ինտերնետ կապ, ծանոթացեք թվային հեռուստատեսության աշխարհի հետ և ձեր տան անվտանգությունը կառավարեք խելացի դոմոֆոնով։ Բարև, ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, ինչ է քո անունը։ Էվա։ Շատ ուրախ եմ, Էվա ջան, ես Արևիկն եմ, եկել եմ Այգեստան, որպեսզի ծանոթանամ ձեզ հետ։ Ինչ կա չկա։ Բան չկա։ Տեսնում եմ, որ ինչ-որ պարապմունքից եք, հա, գալիս։ Սարի պարապմունքից։ Որտեղ եք պարապում պար։ Ակումբում։ Գյուղում ունեք գործող ակումբ, մշակույթի տուն։ Էվա ջան, ուրեմն գյուղում դպրոցը կառուցման փուլում է գտնվում։ Ձեր ուսումը որտեղ եք ստանում։ Մրգավանում։ Հա, ինչպես եք հասնում Մրգավան։ Ավտոբուսով։ Ժամը քանիսին էին գալիս ձեր ետևից։ 1:15 գալիս են մեր հետևից։ Հա, այսինքն Մրգավանի աշակերտները իրենց դասերը վերջացնում էին, նոր դուք սկսում եք։ Իսկ քանիսին եք ավարտում։ 6:40 ավարտում ենք, տենց 7-ի կողմերը հասնում ենք նոր։ Ուզում եք, որ այս տարի դպրոցի շինարարությունը ավարտվի, սեպտեմբերի 1-ից այցելեք ձեր գյուղի դպրոց։ Այո։ Շինարարներն ասում են, որ հնարավոր է մինչև սեպտեմբեր արդեն շինարարությունը ավարտին մոտենա։ Սպասենք եւ տեսնենք։ Ահա, Էվա ջան, իսկ հասցրել ես մեկնել հանգստի։ Դե հա, գնացել ենք Ստեփանավան, Ծաղկաձոր։ Այդ տեղերն ենք մի քանի անգամ գնացել, ընտանիքիս հետ։ Մի քանի օր մնացել եք, թե գնացել եք շրջել, հետ եկել։ Գնացել ենք մի շաբաթ տենց մնացել ենք, հետ ենք եկել։ Իսկ ամառային այս շոգ օրերը ինչպես են անցնում գյուղում։ Շատ շոկ է, հավես չի անցնում, մենակ տունն է, որ հով է լինում, դե ենք մնում։ Մեկ է տենց բարի ենք, որ գտնում, այդ վաղտել է շատ շոկ։ Իսկ բակում չունեք լողավազան։ Պետք է հələ սարքենք։ Լավ կլինի։ Սարքեք, որ արդեն իմանաք ինչպես հովանաք, հա։ Իսկ ինչ կասես քո գյուղի մասին, լավ գյուղ է Այգեստանը։ Հա, շատ հավես է ստեկ, շատ ընկերություն ենք անում։ Կա ժամանակ, որ հելնում երեխքով հեծանիվ ենք քշում, ռոլիկ բան ենք քշում։ Տենց հետն է իրար հետ հանդիպում ենք, խոսում ենք։ Ըստ քեզ ձեր գյուղը ինչի կարիք ունի։ Որպես բնակիչ, ինչ ես ուզում, որ այստեղ լինի։ Տենց ավտոները քիչ ունեն, որտեղ ավտոներն են կեղտոտում օդը, իսկ օդն է պետք է մաքուր օդ լինի փոքր երեխաների համար։ Այդ շատ կուզեի, որ ավտոները քիչ լինեին։ Հնարավոր չի քիչ լինեն, որովհետև Այգեստանը կապող օղակ է հանդիսանում, մի քանի գյուղ կապում է իրար, չէ՞։ Դե գնա, հաց կեր, հանգստացի, հետո էլ ինչ ես անելու այսօր։ Դե հելում գնում քուրիկիս եմ օգնում, գործանել, որտեղ իմ մայրիկը աշխատում է պարտեզում, տնօրեն։ Հոգնած գալիս է տուն։ Մենք էլ իրան օգնում ենք մի քիչ։ Լավ եք անում։ Սիրելիներ, Այգեստանը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այս պահի դրությամբ գյուղում ապրում են մոտ 3300 բնակիչներ, առյալ նաև արցախցիները։ Ասում են, որ գյուղում կան նաև եզդիական ընտանիքներ։ Բարև ձեզ։ Աստծո բարին ձեզ։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ինչ կա չկա։ Նորմալ։
Եկեք իրար հետ ծանոթանանք։ Տեսնեմ դուք ով եք, որտեղի բնակիչ եք։ Ես Համլետ եմ, Այգեստանի բնակիչ եմ։ 1828 թվին մեր նախնիները հիմնադրել են այս գյուղը։ Որտեղից են տեղափոխվել։ Բանի Պարսկաստանի Խոյի գավառից։ Մենք խոյեցի ենք։ 5 աղբեր են այս գյուղի հիմնադիրները մերոնք են։ Խոյի բարբառը պահպանում եք։ Այո, այս գյուղը համարյա 90%-ը նույն բարբառով է խոսում։ Օրինակ կան բառեր, որոնք հիմա ինձ կասեք, ես չեմ հասկանա։ Ոչ, յուրս է ցալի, գայարը թանք։ Պարոն Համլետ, իսկ ընդհանրապես առօրյան ինչպես է գյուղում։ Ես ասում եմ մարդ իա գործով, որ այգի ունի, որը գյուղատնտեսությամբ զբաղվում։ Ամեն մարդ մի բանով աշխատում ապրում է։ Բանջարեղենն է մեր հիմնականում։ Իսկ Այգեստանում մարդիկ ինչպիսին են։ Նորմալ, խաթրներին չկպնեն, ոչ մեկը ոչ մեկին տանին թթու չի ասի։ Վարչական ղեկավարը գյուղին ինչպես է նայում։ Ինչ հարցով դիմում եք, փորձում է աջակցել, Այո, օգնել։ նորմալ է, նորմալ։ Մեր մարտական ընկերներից է, ջահել հավեսին նորմալ երիտասարդ է։ Շնորհակալ ենք։ Այսօր ամեն մարդ պիտի աշխատի նորմալ ապրի։ Որ չաշխատես ով է քեզ պահելու։ Ուզում եմ իմանալ գյուղում ինչ հուզող հարցեր կան։ Դե գյուղացու հարցերը սաղել հուզող է, դե որ հարցը հուզող չի։ Դե հերթով պետք է արվի։ Դեսի տարիների ընթացքում կամաս կանի, մարդը ամբողջ գյուղը լուսով ապահովել է։ Արտաշատ համայնքի խոշոր գյուղերից է, չէ՞, Այգեստանը, չէ՞։ Փոքր է։ Արտաշատ համայնքի ամենամերձ գյուղը բանը Շաումյանն է, Մղճանը։ 1500 կամ 1700 տնտեսությունից գյուղ է այս գյուղը։ Տեսնում եմ, որ տրանսպորտով ապահովված է։ Կարողանում եք Երևան, Դվին, երթուղու շնորհիվ հասնել Երևան։ Մեր գյուղը 60-ականներից էլ պրոբլեմ չէ տրանսպորտը, նորմալ է։ Իսկ ինչու որոշեցին գյուղը կոչել Այգեստան։ Ես աշկերտս բացել եմ մեր գյուղանուն Այգեստան այլ։ Երևի այգիներով շրջապատված է դրա համար Այգեստան։ Դրա հետ է կապված հիմնականում։ Գյուղից ունենք տղաներ, որոնք արդեն զորակոչվեցին բանակ։ Իհարկե ոչ չէ։ Գնացել են եւ գալիս են, եւ պիտի գնան։ Եկեք ուրեմն մեր նորակոչիկներին մաղթենք բարի ծառայություն, իսկ ետ վերադարձողներին բարի վերադարձ։ Բարի վերադարձ ճիշտ եք։ Ապրեք շատ։ Շնորհակալ ենք։ Աշոտ, արի տեսնենք այս տանը մարդ կա, թե չկա։ Փորձենք։ Մարդ կա այստեղ։ Հայ, Եկանք։ բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Նկարանն եք սկսել Այգեստանում։ Եկեք ներս մտնենք, նոր կասեմ ոնց եմ, ոնց չեմ։ Ուրախ եք մեզ տեսնելու համար։ Ինել ոնց։ Ես մենակ գամ, թե Աշոտն էլ է Չէ, առանց Աշոտի ավելի լավ չգաս։ Եթե նկարանողը Աշոտն այլ գալիս ես որպեսի։ Մուտքը Աշոտով։ Ոնց չէ, մուտքը քեզնով։ Աշոտը նկարանով կգա, եկեք։ Բարի Աշոտ ջան։ Բարի գալուս մեր հայացքը, մեր տունը։ Մեր հույզնովա։ Ես Արևիկն եմ։ Ես շատ ուրախ եմ Արևիկ ջան, որ եկել ես Այգեստան ու հուր ես եկել իմ տունը։ Ձեր անուն ինչ է։ Գևորգ։ Գևորգ, ում Գևորգ։ պատվին են ձեզ Իմ պապուս անունը Գևորգ է եղել։ Ու մենք ժառանգապես անունները չենք կորցնում։ Հիմա իմ թորի անունը նորից Գևորգ է։ Հա։ Արևիկ ջան, մի բան ասեմ, իմ աղջիկը Ֆրանսիայի է ապրում, բայց դրա երեխեն ամուսինը հայ չի։ Բայց երեխեն Ռաֆայել աղբորս անունը, ազգանունը իմ ազգանունը։ Ինչ է ձեր ազգանունը։ Ալոյան։ Ալոյան։ Այնպես որ հաջորդ աղջիկս Չինաստանում է։ Օ։ Նորից անունը Լեո եմ դնել, դեռ որ ես իմանամ ասեմ, հիմնական անուն չեմ կարող ասել։ Արևիկ ջան, մենակ քեզ չեմ հրավիրելու, ուրացրելու կոֆեն, նորից մեզ նկարահանող մի հատ ջահել կա, սիրուն սիմպաթիչնի ազնվորություն, որ դու ռեկլամ ես անում, բանը, այ սկսենք այնտեղից։ Աշոտից։ Աշոտից։ Աշոտն էլ իրա տեղն ունի, իրա նկարան։ Ուրեմն Արևիկ ջան, ես կուզեի քու ձեռով այս մրգերից Մրգերից քաղենք։ Քաղի եկել ես Արտաշատտուն։ Հա։ Չացես դե ժլատությունը թափում է։ Արտաշատցին այնքան բարի օքի է ու այնքան հյուրասեր է։ Հա։
անեկդոտների մեջ ասում են Արտաշատու հացուտողը բալա չի բերելու, բայց հիմա տասնապատիկ է բերում, ես քեզ հետ ասեմ։ Հյուրասիրելի ընդեղից քաղի, մենակ քո համար չի, Աշոտի համար, իսկ ընդ սեղանի վրա դիքը լծրած է։ Քաղում եմ ու գնանք պարոն Գևորգ հետ սուրճ պատրաստենք։ Ապրես, ես մենք ընդ կոֆեի։ Այո։ Բարև ձեզ թութակներ։ Այս որ կամինը քեզ վերել Այգեստան։ Դե թութակներ ջան, Այգեստանում չեն եղել, ասացինք այսօր էլ գանք բացահայտենք ձեր գյուղը։ Ոնց եք։ Լավ եք։ Ճիշտն ասած մեր առողջականը լավ է, բայց այս պահին քաղցած ենք։ Պարոն Գևորգին կասես, որ մեզ ուտելիք տա։ Շատ լավ, պայմանավորվեցինք։ Հեսա ձեզ պարոն Գևորգը կկերակրի, մի բողոքեք, իհա։ Թութակներ ինձ կասեք, որն է աշխարհի ամենահավես կապը։ Ինտերնետ կապը։ Իհարկե F-net-ը, այսինչ արծ ես տալիս։ Չես ամաչում դու կոտված արծից։ Լավ, ներողություն, գնացի ես։ Պարոն Գևորգ, այս ինչ համով կոֆե եք պատրաստել։ Արեգ ջան, համը մարդու մեջից ալնում, ոչ թե կոֆեից, այլ երբ որ մարդուն քաղցր հյուրասիրում ես, այդ հյուրասիրությունը ամեն ինչ արժի։ Պրոստը այն ավատը, որ ես չեմ անում, քեզ քաղցր դեպի ավելի լավ հյուրասիրեի, որտեղ պատահականությունը, երբ որ դուրը բացիկ մտակ, այդ պատահականությունը ես որ իմանայի ես հույր ունեի, ավելի հետաքրքիր հաղորդում կլներ։ Դա որտեղից իմանաք մեր Այ հենց այդ էլի։ Մեր հաղորդման համն ու հոտը դրանում է կայանում, որ չենք զգուշացնում։ Լավ եք անում։ Պատահական հյուրընկալվում ենք։ Արեգ ջան, ես մի բան ասեմ, ես այնքան ուրախ եմ, որ Արտաշատում եք։ Արտաշատը ինձ համար դե իմ ծննդավայրն է, իմ պապիկան ծննդավայրն է։ Անկամ ամեն բանը ռայոն, դահաբարանը, Լեննական, իր բառապաշարն ունի։ Մենք էլ ունենք, մեր քաղցր լեզուն ունենք։ Ինձ հետ բարբարով կխոսեք։ Արտաշատի լեզուն էլ իր հետաքրքրն ունի։ Ես չեմ լսել Արտաշատի բարբառը։ Դու երբ որ ասես, ես հարցին արդեն մեր Արտաշատի լեզվով կպատասխանեմ։ Շատ ուրախ կլինեմ։ Ինչ կենթանիներ եք պահում։ Տեսանք, որ հավ եք պահում։ Ես թռչունի սիրար եմ։ Թռչուն եմ սիրալ պախեմ։ Ահեմին պախեմ։ Գիտես ինչ կա, երբ որ հիմա թոշակառու եմ, արդեն ընցիր եմ թոշակի։ Սիրած եմ կենթանի կամ թռչուն կամ թութակը կամ ինչ որ բան ասենք թե զբաղվեմ։ Թոշակառուն պիտի անպայման իր սեփական տան մեջը մեպան պախի։ Թութակների հետ ծանոթացանք։ Լավ արի։ Դե ես էլ լույսը բացում եմ, հելնում եմ իմ թռչուններով, ես շանս սիրարել եմ։ Շունել էի սիրում։ Բայց 3 անգամ ես ավճարկա բերեցի, ամենաբարձր դաստիարակված ավճարկաներ, բայց ինչի ստատկավ չեմ անում, էլի ես պրոստը բուժել եմ, լավ արել եմ, բայց երբ որ ստատկավ իմ սխալներն է, որ չտարա ստուգեի, ինչից մա, որտեվ ես մտածեցի, որտեվ փրփուր եկավ իր բերնից, ոնց որ ինձ թվաց, որ դրան թույնել են, էլի, թե ասեղ էին տվել, թե ինչի, այդ է ցավը, երբ որ մի մարդ կենթանի է պահում, ցավում է այդ կենթանու վրան, անգամ մեկն ու մեկը եթե քարովել է խփում, վիրավորվում ես դու։ Օրինակ ես Երևանում ապրելով, թափառական շունիկներին տեր եմ կանգնում, հաց եմ տալիս, ջուր եմ տալիս։ Ես մի բան էլ ասեմ, ես առաքիչ եմ աշխատել, ուրեմն ամերիկյան համալսարանում, երբ որ ընդ ապրանք էի տանում, ընդ մի հատ ուսանող կար, այս բանը բարմենի տերն ասում են, հեսա կգա այս աղջիկը, դու նայի ինչ անում, ասի ինչ անում, ուրեմն 5000-ի, 6000-ի բաներ էր առնում ուտելիքներ, ու լրիվ հայաթի այդ շներին կերակրում էր, ասում ինքը մի հատ չի ուտում, այ սիրարները դրանք են, որ կենթանին կենթանու հանդեպ ցավում են, բերում են ուտելիք տալիս են։ Գիտեք, բարի մարդկանց ես ոնց եմ տարբերում վատ մարդկանցից։ Չէ, գիտես ինչ կա, այս տիպի մարդկանց բնավորությունն ուրիշ է։ Այն մարդը, ով որ շուն է սիրում, ինքը երբեք չի կարող վատ մարդ լինել։ Պարոն Գևորգ, իսկ Այգեստանում հարևանասիրություն կա։ Վերջի տարիներին բաներ կան, վառուտներ, դարպասներ են դրել իրանց հայատները։ Իսկ առաջ այս դարպասները գոյություն չունեին, թե ով ոնց ուզենք իրանց հայատները մտնում էին։ Ես օրինակ իմ հարևանների հայատները ես չեմ զանգել գնացել։ Եթե ժամանակ կլներ, ես դեր հետ կմտնեինք հարևանի տուն ու կտենայի։ Եթե ես մի փոքր կոֆե եմ հյուրասիրում, ինքը ավելի շատ է հյուրասիրելու։ Կարող գնանք ձեր մոտիկ հարևանի տուն։ Այդ հերթով կարանք մտնենք, բայց մի տուն չէ, մի 4 տուն կարանք մտնենք։ Այս տարիքին
չեմ կարա այլ ավելնորդ բան ասեմ, էլի։ Պիտի Քան տարեկան եք ինչի։ Այս տարիքին որ ասում եք։ երբ որ մարդու 70 տարին է, արդեն մեծ է, էլի։ Հա, դեռ երեկվա երեխան եք։ Դեն կարաս ասես նորից կարամ պստակվեմ։ Հա, խիչը որ։ Իսկ ազատ ժամանակ գրքեր կարդում եք։ Հիմա գիտես ինչ կա, արդեն ժամանակը որ փոխվել է, ես ձեզ ասեմ, առաջ երբ որ ես սրանք չկար, Հեռախոսը։ հա, հերոստացույցը, թերթը պարտադիր պիտի կարդայի, բայց քանի հիմա որ սրանք կան արդեն այնքան ժամանակ է տանում ես, զբաղվեցնում եմ իմ նման թոշակառուներին, կամ անգամ այն ջահելներին են թորնս էր, որ բաներ սրանց հետ զբաղվում են սրանցով։ Ես իմ ամբողջ նորությունները սրանցով եմ լսում։ Պարոն Գևորգ, իսկ Հայաստանում կա այդպիսի կենտրոն, որ մեծահասակներով գնաք նստեք, ինչ որ խաղակ։ Ամեն փողոց իր մեծերը հավաքում են ընդ, շատերը ի վիճակի չեն, որ էթան ընդ նստեն, բան, որտեվ արդեն քայլելուն հոգնում են։ Մեկը ես ի վիճակի չեմ քայլելով այդքան տեղ էթամ, բայց ասեմ, Երեկոյան հավաքվում եք ինչ որ մեկի տան բակում։ ախր երեկոյան նայի, մեր երեկոյան ես իմ փորձից եմ ասում, մեր երեկոյան հավաքույթը ճաշկերույթ խորոված ընկերներով, հարևաններով պիտի անպայման տեղ կամ մեր ընկերության որևէ մեկի տուն է։ Այսօր մենք հավաքվելու ենք։ Լուրջ ժամը քանիսին։ Ժամը 6-ից հետո 7-ից։ Փարթի։ Դե հիմա մեր մենյուն բան արած, պատահական առնում, էլի ասենք թե հա, այսօր հավաքվանք ինչ ուտենք, խնկալ եթանք առնենք, ինչ ուտենք, իշխան զուգ կա խանութում, այդ մենք առնենք, այսինքն ամեն անգամ մի բան պիտի սարքենք, էլի այդ մեր թոշակառուներով։ Շատ լավ, ապրեք դուք։ Հետաքրքիր է։ Պետք է գնահատել կյանքի ամեն վայրկյանը։ Հետո ես մի բան էլ ասեմ, ճիշտ է, գումարը լավ բան է, բայց երբ որ գումարի հետև ընկնում ես ու մոռանում ես հարևանություն, բարեկամություն, դա էլ տանելու բան չի էլի։ Ամբողջ կողքի հարևանության, ընկերության, բարեկամության համար պիտի այդ գումարը ծառայի, ոչ թե մենակ հավաքես դու փակվես, մենակ ուտես, այնը չի սազում էլի։ Ես փակ դռները չեմ սիրացել, ես ձեզ ասեմ էլի, դուռը պիտի բաց լինի։ Հուրասեր պետք է նեմ արդիկ, ես ինչ չգիտեմ ամեն մեկը մի տեսակը, ես կուզեմ մենակ մեր հետագա են ժառանգները չկորցնեն այս տրադիցիաները։ Ու ես մի բան էլ ասեմ, ինչ եմ նկատել, մի քիչ լավ չի ասել, բայց մեր հայությունը իմ տարիքի մարդիկ, Ռուսաստան շատ են, մեր գյուղից բան։ Հիմա եկել են այս դրանց երեխեքերը։ Հայկական ոչ մի բառ չեն իմանում անգամ երբ որ ծնողը վրան գոռում է, զանգում են միլիցիայություն։ Դա էլ հայկական չի։ Ես ձեզ Արևիջան, ծնողը պիտի ջղայնանայել, պիտի խոսայել, որ այդ տան երեխեն հայկական տրադիցիայով դաստիարակվի, ոչ թե վրան գոռա, վազի միլիցիայությանը այդքան գործան կամ ասեն թե գան ծնողին տանեն, էլի։ Այ ռուսական բանը մտել է այդ մեր հայկական ապրողների մեջ, նայի գումար են ստեղծում, խաբնվում են փողին, բայց կորցնում են իրանց ամբողջ հետագա հայ ժառանգի դրվածքը։ Եկեք ուրեմն մեր Սփյուռքում գտնվող հայ ծնողներին հորդորենք, որ իրենց երեխաներին սովորեցնեն թե հայերեն գրել, թե կարդալ։ Ու գիտես ինչն է վատը։ Ինչն է վատը։ Ասեմ վատն ինչն է։ Երբ որ ստից այդում են, չէ, ընդ խոսում են, ծնողն էլ է խոսում, երեխայը ռուսերեն չի խոսում, հայերեն։ Հայերեն այդ չեն, հետո գալիս է ամառը, չեն ուղարկում իրանց տատու պապու մոտը, գոնե ստե տատին պապին լավ դաստիարակ, չկա մի հատ երեխեն մեծանա ռուսական ոճով է մեծանում, հայ երեխեն այդման դե ռուսական դպրոց դաստիարակման դեղ երեխեքի հետ է ու կորում է, հայկական ամեն ինչ կորում է դրանց մեջ է։ Ձեր աղջիկների հետ ինչպես է կապ հաստատում։ Դե ինտերնետ կա, բայց այդ ինտերնետի անունը չեմ ման, եթե դու հիշեցնես, ես կասեմ, ինչ ինտերնետ է։ Կարող է F-net-ը։ Այ ապրես։ Տանը F-net եք քաշում։ Ահա, հասկացա։ F-net-ի միջոցով կապ եք հաստատում։ Կապ ենք հաստատում ու խոսում ենք։ Հա, ինչ լավ է, որ գյուղում ընտանիքները տանը ինտերնետ են քաշում։ Այսօր առանց ինտերնետ դժվար է ապրելը։ Ինտերնետի դար ենք Դա խոսում։ իրոք ինտերնետի դար։ Ես որ ամեն օր աղջիկաս հետ խոսում եմ, դա ինձ համար մի միլիոն է։ Առաջ սովետի ժամանակ մենք նամակներով 10 օր, 20 օր տուդա բրադնի մինչև իմանայինք այնը գրելով։ Իսկ հիմա դրած երեխուց հետ խոսում ես, դա արդեն ոնց որ կարոտը մի քիչ բերում է հանգստացնում է, էլի։ Այո։ Հարևանները մնացին, գնացին։ Մենք հարևաններ, որ ես քեզ ապացուցեմ իմ հարևանները մեկը մեկից լավն են։ Այո, տեսնենք։
Բարև ձեզ։ Իմ հարևանը գործի սիրահարը, ձկան սիրահարը, հետո մենք մեկս մեկին զանգելով չենք եթում։ Դուրը բացում ենք, մտնում ենք, իմ տարիքով այս հարևանների մեջ ամենատարիքով հարևանը ինքն է իմ հարևան։ Ու շուտ կոֆեն խմելուն իրար հետ պիտի խմենք, խոսալուն իրար հետ ենք։ Ու ասեմ, նայ, կատուների սիրահարը, այնքան կատու է բերում Քանի կատու ունեք։ 7։ 7-ին է պիտի ուտեսնի։ Երկաթել հալը չէ ու կգա։ Հեղի է, նեցա կենեցեն տնդաբերություն է կլի։ Շատ լավ է։ Այս մեր նորոն է, այս այդանք հաջորդ հարևանից տուն է։ Դուք ինչ կասեք ձեր գյուղի մասին։ Մեր գյուղում ինչ է, ես ստեղ ծնվել եմ, ստեղ ապրում եմ, ծնողի պես քաղցր գյուղը։ Իրոք է տենց է, ծաղից համար։ Բոլորին ճանաչում եք, տեսեք գյուղում 3000-ից ավել մարդ կա։ Ինքը լրիվ, եթե ես չեմ ճանաչում, ինքը պիտի ասի ինձ։ 33 տարի գյուղսովետ եմ աշխատել։ Գյուղական, իմ բանի, վայնի, ինչ է։ Այն ուչոտ նստոլն եմ։ Հա, ինքը ծաղին անուն ազգանունով գիտեր։ Այս բաները որ տնգել եմ, Հա։ Հիմա ասեմ, թութմա է։ ես կասեմ հեսա, նայի, Հայաստանում ումն ասես թութմա չեն կարա իմանալ, դուն է չես իմանում, թութման ինչ բան է։ Չգիտեմ, ինչ։ Ահա, թութման, դա Այգեստանում կար մենակ, Թութման եկել է պարսկական։ պարսկականից։ Կոչումը դութմա։ Ինչ ա որ բույսա ու միրգա, ինչ ա։ Բանը Եմիշը ոնց է ալնում։ Եմիշ։ Եմիշի նման Բայց փոքր։ եմիշի նման չես աճեցնում։ Թութման միայն Այգեստանում են մշակում։ Չէ, եղել է Այգեստանում ու հիմա վերածել է, Ոչ չկա։ մեկը չկա հիմա ով անում։ Առաջ ասենք թե գիտես որն է, Մենակ երևի։ դուք եք աճեցնում։ Հա, Այդ ես ծերմը ճիշտ ասած մեկ 10 տարի առաջ պահել էի։ Հա։ Տվեցին երկու հոգու, Հա։ ասիմ այդ մանս մանի նման է, սեմուշկան ո՞նց է մանը։ Եմիշի ծերմի նման է։ Սեմուշկայի նման է։ Ասիմ երկու տվեք, որ ես աճեցնեմ, պահեմ։ Եվ այդից հիմա պահում եմ, Հիմա ամեն ցույց կտաք նկարենք այդ թութման։ Աշոտ, նա ինչ եմ փոկել։ մշակում եմ, որ հողի տակ տնեմ։ Տրածաստ է։ Այլ Հետաքրքիր համ ունի։ ես հիմա սրա պետք է մշակեմ։ Նայ, պետք է լեզվովանի Հետո թաթածնի։ Հայ։ Դերեցստե Հա։ ես արդեն պետք է դնեմ դրա վրան։ Ահա։ Դնում եմ սրա վրան, հողը լցնում եմ վրան։ 4 օրը մեկ, 5 օրը մեկ, գալիս եմ նայում եմ, որ մեծանում է, երևում է բանը։ Նորից եմ ծածկում, անդադ այսպես պետք է ծածկվի։ Ես որտեղ որ դերել եմ արդեն, նշաններ արել եմ, էլի։ Որ պետք է նայվի։ Պարոն Գևորգ, ես ձեր եկել Բագրատոր գնաց, Գնաց գինի բերելու։ բայց մենք չենք կարող հյութով չրխկացնել։ Եկել ես արտաշատում հույթով իրար բան անենք, լավ էլի, եթե գինի գա ուրեմ գինիով արաղով մի, ուրեմ ես կյանքում տարբերություն չեմ դրել, Գեղարքունիքի մարզ, Սյունիքի մարզ, Արադյան, թե Մարտունինա, թե ես ինձ համար բոլորը հայություն են, Աբարաննա, ով է, սաղ ես հարգել եմ որպես մաքուր հայ։ Երևանը, երբ որ գալիս է Երևանի ժողովուրդը գալիս է այստեղ, որը հյուրասիրում է, որը չէ, ասում են ժլատ են արտաշատցիները։ Ճիշտը խոսան, ես 100 տարի աշխատում եմ Երևանում, ինչքան Երևանից ընկերություն է եկել, սաղին հյուրասիրել եմ, բայց ես իրանց տները կոֆե չեմ խմել։ Ճիշտ է, եթե խոսում ես, խոսա մինչև վերջ, էլ ասենք, էլի, թող այդ բամբասանքը վերանա այդ հայկական այդ մտածելակերպն էլի, վայ դու էլի ապերո ես, դու արտաշատ ես, դու Այլ սաղս է նույնն ենք, նույն ջերմությունն է, նույն քաղցրությունն է։ Նույն հայն ենք, էլի։ Իրոք այդ, երբ որ Սումգայիթում մի հատ հայ էին սպանում, սաղի սիրտը ցավում էր, թեկուզ չենք ճանաչում, կամ Ղարաբաղում մեկ որ մահանում էր խփել էին, էլ սիրտներից ցավում էր, այդ ժամանակ սիրտներից ցավում է, բայց թե բամբասելուն բամբասում ենք։ Բարի գալուս Հայաստան, որ եկել եք Հայաստան։ Կարող եք եկել։ Էսը ես քեզ ցույց եմ տալիս, որ իմ սա հարևանները որ տունն է մտնես հյուրասիրություն կա, որ տունն է մտնես ջերմություն ու քաղցրություն կա ու ընտանիք եմ ասել, ոչ թե ասենք թե
Ֆուֆու ընտանիքի մասին չի խոսքը, մաքուր ընտանիքի մասին է, դրվածքը, տրադիցիայով ամեն ինչով։ Ուրեմն հարևանը ներկայացրեց ինձ, մեզ, ուրեմն միանշանակ ես շատ ուրախ եմ ձեր այցի իմ ընտանիք, այն ջերմություն և մտերմություն, որ մենք տեսել եք հեռուստատեսության, որ դուք վարում եք, շատ գովելի է, այն աշճանը գովել, որ մարդիկ անմիջապես ձեր հետ ջերմանում են և կարողանում են կիսվել։ Իսկ իմ ցանկությունները ձեզ միշտ լինեք ժողովրդական մարդկանց մեջ հարգանք եւ սեր վայելեք, ոնց որ հիմա մեր ընտանիքում եք վայելում այդ ամեն ինչը։ Իմ հարևանը շատ ճիշտ ասաց։ Մենք ձեր հաղորդումից ջերմություն ենք ստացել։ Ձեր համար արել։ Ես մի բան էլ ավելացնեմ։ Կյանքում լնես ժողովրդական ժուրնալիստ կլնես, մեկնաբանող կլնես, ինչ կլնես, ժողովրդական լնես։ Այգեստանցիների կենացը։ Իրոք շատ լավ այգեստանցիներ ունենք մենք։ Հիմա պետքա նեղություն քաշեք, մեզ հաց տակ։ Մի կտոր հաց է ուտելու։ Վայ աման։ Աշոտ, դու խմեցիր քո գինին։ Տեսնում եք արտաշատցիները ինչքան հյուրասեր են։ Հետո էլ ասում են արտաշատցիները հյուրասեր չեն։ Դո բա ինչ են։ Սաղել, ես նոր ասի, ամեն մարզի ժողովրդեր սաղել քաղցրություն ունեն, ջերմություն ունեն, սաղել հյուրասիրություն ունեն։ Չկա մեկը իմ տունը փորտիկ հավառից կան, աբարանից կան։ Մարդկանց մեջ ինձ տպավորություն ա ստեղծվել։ Այդ սմետան վերցնելու համար թթվաս էր արել։ Իմ կողմից ասում է թթաս էր։ Թթաս է։ Հա, ինձ շատ ինչու է, հələ տարիքում։ Հա, ասենց։ Աշոտ մոտեցա։ Բաց այս մեկը բաց։ Հա, հետո։ Այս բաների դիր մեջը 0.6 այլի։ Ահա, εσύ դնում եմ, բա հետո։ Փագի։ Փագում է։ Չի մանում ար։ Ահա, այդ կուտես։ Այդ է պանդորով հետ եկել։ Biz ձեր սորասն ու տեսեցա հարց է տեսալու։ Գիտե ամեն ինչ գիտի։ Վամտոր կպսակվես թե ոնց է ծելնեն։ Ռոշեն։ Հա։ Հարևան վերջում նա ցանկություն ասենք։ Ես հարատես օրինակ այնպես որ բոլորս էլ հարգված լինենք։ Ունենանք վերաբերմունք մեկից մյուսի հանդեպ։ Մեր ազգը, մեր ժողովուրդը լցված լինի սերով, սիրով։ Այ ամենակարևորը նկատմամբ հարևանության, բարեկամության ազգը սիրի, մերձենա, դառնա մի հատ մեծ բռունցք, որտեղ կտերի ազնվությունը, ուժը, սերը եւ միությունը։ Այո։ Մեր ազգի համար, մեր հայրենիքի համար, Մեր Այգեստանի համար։ մեր ժողովրդի համար։ Սիրելիներս, Այգեստանում ընտանիքները օգտվում են ամենաընտանեկան կապից՝ Fnet Telecom ընկերության ծառայություններից։ Բոլորն էլ շնորհակալ են։ Անկամ մենք երբ որ հարևաններով մեկը լավ պատկա է վերցնում, մյուսը հարևան գալիս վերցնում օգնում է։ Ու ես գիտեմ այդպես նույնը տարբեր մարզերում հարևանությունը քաղցրությունն է, ջերմությունն է։ Չկա մի հատ հարցանիք, մի հատ արարողություն, որ հարևանը ներկա չլինի։ Ու ես կուզեմ ամբողջ հայության մեջը այս մեր տրադիցիա, այդ հարևանությունն էլ է տրադիցիա կոչվում։ Իհարկե։ Որ այդ տրադիցիաները չկորի, չվերանա։ Ձեր միջի դուխ տվողը պարոն Գևորգն է, չէ՞։ Ես շատ Հենց ուրախ որ մի եմ, բան են չի լինում, ասա դե լավ էլի ինգել մի հատ դուխով։ Ես սաղս էր մեկս մեկին։ Մեկս մեկին լրացնում ենք, փոքրուց իրար հետ մանկություն ենք։ Մանկությունից փողոցում իրար հետ ենք մեծացել։ Ու անգամ մի հատ վիճաբանություն չի եղել մեր ընտանիքերի մեջը։ Ջերմություն է եղել մենակ։ Այդ գիտեք ինչից է, այդ այն դաստիարակությունից է, որ մեր ծնողները տվել են մեզ։ Ասեք, տեսնեմ գյուղում ինչի պակաս ունեք։ Ես չի ասի ինչ-որ բանի պակաս ունենք։ Դեղատուն ունեք։ Խանութներով շրջապատված եք։ Շատ լավ է։ Այնտեղ տեսա, որ խորոված, քաբաբ, ամեն ինչ սարքում են։ Տրանսպորտը կա։ Մերը սադն է Էլի կարևորը։ պակաս ունենք։ Սիրուն սադ ունենանք։ Հա, այ սիրուն զբոսայգի։ Զբոսայգի ելնի Ցանկալի որ եղել է զբոսայգի։ առաջ ունեինք, ինքան լավ զբոսայգի ունեինք, բայց հիմա չկա։ Այ եթե մեր գյուղապետը ի վիճակի ելնի, դժվարանում է, այդ մարդն էլ դժվարանում։ Ու ամեն ինչը իր կաշվից ելնելով ուզում է հարած Դե ուրեմն եկեք ասենք մեր պետությանը, որ օգնի Այգեստանում ունենանք գեղեցիկ զբոսայգի, խաղահրապարակ, Մեր պետությունն այսօր ուրախ ենք, լավ դպրոց է սարքում մեր երեխեքի համար, ուրախ ենք։ Կրթությունը շատ կարևոր բան է ու կցանկանայի որ ցեղասպանություն կլներ, թե ինչ կլներ, ամեն ինչը մեր գրքերի մեջ ելնի, որ մեր երեխեքը
շարունակեն, ոչ թե փակվել է դա։ Ձեր շնորհիվ լավ կերանք խմեցի։ Էդ էլ նկարվի տանջատ եք գնե։ Առաջի դասանից իրար հետ ենք սովորել։ Մենք 70 տարեկան ենք։ Ես նույն թիվը նույն տարի։ Ինքը երիտասարդ է։ Որտեվ ինքը 35 տարի ապրել է Ռուսաստանում, ինքը իրան թարմա պայել։ ինքը պրոստը բանը շատ ծանր կյանքով է ապրել։ Ասենք սուտելիքը շատ է եղել, խմիչքը շատ է եղել, դիետայի վրա չի եղել, դրա համար էլ ինքը դիետա, ինքը իր ֆիզիոնոմիայի վրա շատ է պարապել։ Ես չեմ պարապել։ Հա ես հիմա էլ կարամ պրեսկաչա։ Հիմա չի պարապում։ Ինչը Ռուսաստանից եկել է չի պարապում։ Հիմա այն պարապելը տես ինչ բան է մշակ է։ Ես որ եկել եմ ստե հողատարածք էր սա խարով մարով ոչ մի բան։ Սա զրույց դրել այլ այս հայատը։ Պապենական տունն է եղել, եկել ենք մաման հիվանդացավ Ռուսաստանից եկանք, այս տարի մահացավ 98 տարեկան հասակում, իմ մոտ է տարենդե ենք ապրում Կաստրոմայում։ Ես որ եկել եմ տղերքի հետ կապ ունեցել եմ իմ դասընկերների, ասենք Գևորգի հետ հեռախոսային կապ ունեցել ենք, մեկ ու մեր զանգվել ենք։ Բացի իրանից Այն տղան, որ դուսը կանգնած էր, էլ էր մեր դասընկերը Եղամը։ Առաջի դասանից իրար հետ ենք եղել։ Դասընկերներով կապ այդպես լավ պահում։ Հա, էլի կա, մի հատն էլ կա, հələ այսօր չի երևացել։ Մենք ամեն օրյա ենք շփվում։ Լավ, հեսա ես քեզ ցույց կտամ ով եմ ես։ Մեր բոլոր միջոցառումներին, ասենք մեկս մեկի հետ ներկա ենք։ Բայց այս իմ հարևանությունը բոլորն էլի, անոնց մի հատ դեպք չի եղել, որ իմ կողքը չնեն, իր իշտը չկիսեն։ Այս կողքից հարևանը, մի հատ արտակարգ անձնավորություն, ասենք, ընդ աշխատում է հիմա Եղվարդում շինարար տղա է, շատ լավ ընտանիք են։ Այն կողքին է, դեղագործներն էլ է արտակարգ մի հատ ընտանիք։ Բագրատես ընտանիքներ։ Բագրատես մասին եմ ասում։ Տունը նստած մեկ էլ տեսար ձեն տվեց, ռուբո աղբեր վարունգ եմ բերել, ջերմոց ունի աղբեր։ Մեկ էլ ու տենց հերթով, մեկ էլ տենում ես մեկը մի բան վերցրել։ Հյուրասիրեց մեզ, կերան։ Հա, հյուրասիրեց ապրի Բագրատը։ Շատ համով է։ Բայց իր հետ էլ ինքը նախանցած տարի կրիշի ծնգա պատահական էլի։ Դե ես ասի կասկադյորը որ պարապում։ Այս փողոցում ինչքան մարդ կար իրանց տունը հավաքված իր կողքերը նստած։ Այս հատվածը որ կա մենք անվանում ենք Հյուսային փողոցը, էլի։ Որ այն կողերից գալիս ենք ասում ենք խեղճերի փողոցից եք։ Իդով եկել եմ անգալ էլի։ Հյուսային փողոցայում եք։ Հա, դուք հիմա Հյուսային փողոցայում եք։ Եթե ես Ինչ բաթ Հյուսային փողոցայում։ Հիմա ես քեզ մի հատ կադր ցույց կտամ արևի։ Կոնդի ինտերիերով էլի պրոստը Հյուսային փողոցը։ Վերջում էլ կակրոս կոնդում էի։ Հա, կոնդի Ժի հաղորդումը տեսել ես։ Որը։ Զիմին։ Ինգել է մեկ ման էի գալիս։ Դե ամուսնացել են տարբեր քաղաքներ, Ռուսաստան բան։ Ու ես քեզ կադր ցույց կտամ, որ սաղին հավաքել ենք 50-ամյակ ենք այլ դասարանով։ 50 տարի հետը, ով որ ստե եղել է Շտիմենիայով գտել եք։ Դիմենայով չէ, ես եմ սաղ հերթով Ամերիկայել, Ռուսաստանել ենք զանգելով, կարողացել նայ հավաքել ենք հերթով եթե թերթեց։ Սա ցույց տա։ Դե դասընկերուհիները ելնային մեր հաղորդումը մեկնաբանություններում գրեն։ Բագրատ ջան, ինչ իմացար քեզ էի գովում եկար ախպեր։ Դե թերթի որ տենան է։ Մենակ այս կադրը չի, դες շատ կադրներ կար։ Ինքն ճիշտ ասած այդ հավաքել է հեռախոսի համարներ ճարել է տարբեր երկրներից զանգի, ասի եկեք բանալ։ Ու հավաքվել ենք ռեստորանում, այնքան հետարքիր ու սաղիներ նորից տվել եմ համարները, որ իրար էլ չկորցնեն իրար։ Բագրատը մի տարի մեզնից փոքր է եղել դպրոցի բան։ Չէ, մեր թայն է, բայց ինքը գնաց Ռուսաստան, մի տարի տատանում տվեց, հետ ընկավ։ Մի տարի Ռուսաստանում եմ առաջ դասան, մի տարի կավստել նորից առաջ դասան։ Պարոն Ռուբեն, ես մի հատ էսպիսի հարց ունեմ, էլի։ Տեսեք, դուք ասում եք, որ Ռուսաստանում եք եղել երկար տարիներ, ինչ պետք է պետությունը անի, որ մեր երիտասարդները օրինակ մնան գյուղում, ոչ թե ձգտեն դեպի քաղաք, այլ մնան հենց Այգեստանում։ Խոսքը Այգեստանը ի վիճակի են մնալու։ Դու լեռնային մասին ասա, կարևորը լեռնային գոտիներից են սա փախնում էթում։ Լեռնային գոտիներում ոչ ապրելակերպն է առաջինը հետարքի, ոչ զբաղմունք կա, ոչ ջահելությունը չի մարմինչան։ Երբ որ ջահելությունը դատարկվում է, սկսում են մեղադրել։ Ոչ ուն չեն մեղադրում իմ մեր ջահելությանը։ Եթե լեռնային գոտում ոչ մի բան հարմարություն չեք ստեղծում այդ մարդկանց համար։ Դրա համար կթողի Արարատյան դաշտավայրում դե ապրելն է, ի վիճակի են։ Մեր հիմնական երիտասարդությունը կարողանում է ստե ապրել, ասենք Հյուսային փողոցայում կամ հրապարակում մասնակցել այդ համերգներին։ Նկատիուն է մեզ ինչ է պակասում, այսինքն աշխատատեղեր պետք է ստեղծել։ Անպայման։ Կապը քաղաքի հետ սերտ լինի, վերցեցման ձևերը Թող էդ չլինի, մենակ լեռնային վայրերում
լեռնային գոտիներում ապելակերպ ստեղծեն մարդիկ, որ մնան ընդ Սոցիալական վիճակն ինձ որ կարողանան ապրել, սոցիալական վիճակի մեջ չեն դրանք։ Մեր սոցիալական վիճակն է մարդկանց ստիպում փախնել։ Հա, բայց այս Մենք չմտածենք, որ մենակ Արարատյան դաշտավայրի ի վիճակի աստե ջալությունը մենակ դրա մասին չի, խոսում ենք общий Հայաստանի մասին, общий ջալության մասին։ բոլոր բնակավայրերի հետ Երևանը պետք է կապ ունենա։ Ես sense եմ հասկանում։ Մեր հանրապետությունը նման է, ունի մի հատ հսկա գլուխ, Սամարիա քաղաքն է, մի հատ փոքր մարմին, որ մարզերն են, իմացաք։ Իսկ հակառակը պետք է։ Հա, ճիշտը պետք է դնել մարզերի վրա։ Մարզերին ակադեմիական քաղաք են կառուցելու աշտարակի, այդ շատ լավ է, որովհետև Երևանում հիմա այնքան դժվարացել է ապրելը, ժողովուրդը բացի ապրելը 2 ժամում նոր հասնում ես աշխատանքի վայր։ Այդ որտեղ գիտես ինչ է, խթանումը բերել են շենքի կողք տարկել են, լսնում են, անդադ ժողովուրդը լսնում են, բայց չեն ասում, ախր մի հատ ազատ են վթար եթերնում է, անգամ են պաժարին չի իմանում ընդ մոտիկանը։ Արևիկ ջան, մի բան էլ ասեմ, մենք ասենք խոսքի ապրում ենք այնց հեռավորության վրա մայրաքաղաքում, ասենք լյուբոյ ամերիկյան քաղաք նայում ես, իրանց արբանյակ քաղաքներում պրեստիժն է ապրել, դաժե Բրյուսելի մեջ ավելի վատ է ապրելը, ասենք մեր ծանոթների շատերը կա, իրանք ձգտում են միշտ դուրս գան կողքի, ասենք 10 տարի հետո էդի կախված է նաև երկրի զարգացման մակարդակից, տնտեսական վիճակից, 10 տարի հետո Գևորգ ջան, ձեր տներն ելնելու է ավելի թանկ, քան թե ասենք Երևանի տները։ Բագրատն ասում է մայրաքաղաքը, չէ, դե դու ստե ես ապրել, ես Ռուսաստան եմ ապրել։ Եթե Երևանի ու մեր գյուղի մեջ տարբերություն կա, ընդե ախպեր Մոսկվայի ու իրանց գյուղերի մեջ, ոնց որ вообще տարբեր պետություններում ելնես։ Ընդե ոչ ճանապարհ կա, ոչ ինֆրաստրուկտուրա կա։ Իսկ ես եկել եմ ընդեից ստեղ, զարմացած եմ մնացել։ Ուրեմն մեր գյուղում ես որ գնացել եմ, չի եղել իրականում ռեստորան, հացի փուռեր, կետեր, այսօր գյուղում ապրելու համար ստե մեր գյուղի մասին կարաս ոչ Արտաշատ եթաս, ոչ Երևան եթաս 90%-ով խմելու ջուրն է որ կտրում են, չէ՞ որ այդ վատը էլի, շատ վատը ժամ 2-ից հետո ջուրը կտրվում է հենց այդ վատը որ երբ որ տունը թույր է գալիս բան արդեն սկսում ես փոսի ջրով բան անես էլի մենք սա բագեր ունենք ասենք Նասոսը միանում է բայց մինչև ժամը 3-4-ը ասենք ստե նապորով ջուրը տալիս է մինչև պատալում։ Այ դա է մեզ պակասում խմելու ջուրը պետք է 24 ժամ։ Բացի էլ Հայաստանը հարուստ է ջրով ախր։ Բայց որ ճիշտը խոսանք, մեր մոտ ամենամեծ խնդրեմը ոչ թե խմելու ջուրն է, այլ ոռոգման ջուրն է։ Ոռոգման ջուրը կենսական նշանակություն ունի։ Ոռոգման ջուրը առաջի տարին է, որ մի քիչ այս տարի լավ է, թե չէ բոլորը լացում են։ Ոռոգման ջրից Արևիկ ջան։ Տներ բան հողերը ծախում են մենակ այս ջրելու համար։ Մեզ մի 20 հատ ջրամբար է պետք Հայաստանի։ Ընդհանուր առմամբ, որտեղ լեռնային գյուղերում ասենք այդ մեր վարելատարածքների ասենք 15%-ն ենք մենք օգտագործում։ Իսկ ընդ ասենք հացահատիկի խնդրեմ ալնում, այսօրվա վիճակում խնդրեմա հացահատիկը արտահանելը։ Ասես խնդրեմը չէ։ Մեզ թորեն ցանել է։ Խնդրեմը ով է ստեղծում։ Ղեկավարությունն է ստեղծում խնդրեմը։ Այգիներն չեն քանդում։ Արարատյան դաշտավայրը պիտի ստա խաղ լինի։ Սա քանդում են, ինչ են քանդում, գինի գործարանները չի աշխատում, փակվել է կամ մի փոքր քանակում ընդունում են ու վերսահմանափակված միրգը կամ ամեն ինչը, երբ որ ղեկավարությունը չի մտածում դրա համար, արդեն ժողովուրդն էլ հիասթափված ամեն ինչից։ Ես պնդում եմ այն խոսքը, որ ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի գյուղերում կյանքը բարելավելու։ Ապրես, ամեն ինչ ընդից է գալիս, որտեղից է գալիս։ Ժողովրդի ձեռնի չկա որ ինչ ստեղծի։ Միակ բանը որ ասենք քաղաքի հետ են կապված Արևիկ ջան ճիշտն ասած էլի ամենակարևորը ստե դոսուգի հարցով ասենք էլի բանը կինոյա, թատրոնը, ասենց կուլտուրական կյանքով չես կարող ապրես։ Մշակույթը պետք է առաջ։ Մշակույթը, արվեստը, լավ։ Ասում են միսը թանկացավ։ Սպորտային հրապարակները շատ կարևոր են։ Որտե՞ղ թանկացավ այդ միսը։ Որ ժողովրդի վիճակի չի անասում պայելու, ոնց է, բա պիտի թանկանա, բա ինչ պիտի անի։ Շատ հաճելի էր, շատ մերսի, որ լավ գործով եք զբաղված, որ հետաքրքրում եք գյուղերի մակարդակը բարձրացնելու պահով, ամենակարևորը էլն եմ ասում, մի քիչ սոցիալ-տնտեսական մակարդակը բարձրացնել, մեկ էլ արվեստն է, սպորտն է, այս հրապարակների բանի խիստ պակաս կա էլի գյուղերում։ Այդ մոմենտները եթե սարքվի, մեր երկիրը դրախտային երկիր է, մարդիկ էլ աշխարհի ամենալավ մարդիկ են։
Իրանք իրանց գինը Հա, չգիտեն, էս բայց նման հայերի պես ասենք մարդկանց, որ փողոցում մի հատ մարդ ընկնի, Ռուսական 100 հոգի վազում են։ Անդե ուզում ես ընկի մեռի, ոչ մեկը մոտ չի գալի, իրանց ճամփով էթում են։ Աղջիկներ, ոնց եք։ Լավ։ Ինչ կա չկա։ Ոնց է։ Նորմալ է ամեն ինչ։ Հայ։ Ահա, եկեք ծանոթանանք, ես Արևիկն եմ, բա դուք։ Ես Մարիան եմ։ Բա դու։ Սոնան։ Դու էլ Սոնան ես։ Ահա, քանի տարեկան ես։ 6։ Բա դու։ 10։ Քույրիկներ եք։ Հարազատ։ Հա։ Շատ լավ է։ Դե ինձ ասեք, տեսնեմ Այգեստանում ինչով եք զբաղվում։ Ես գնում եմ Պարի, Մշակույթի տանը։ Բա, Արտաշ։ Արտաշատ ես գնում։ Էլ ինչ ես անում։ Նկարչություն եմ անում, Ահա, նկարչության խմբակ ես հաճախում։ տուն եմ նկարում։ Տանը նկարում ես։ Բա դու։ Ես բանա լիքը սրտիկներ եմ անում ու մեկը ձեր վիդեոներն եմ նայում։ Դու սպասում էիր մեզ ձեր գյուղում։ Ապրես։ Երազում տեսել Երեխեք, ուզում եմ ձեր երազանքների մասին իմանամ։ Օրինակ դուք ինչ երազանքներ ունեք։ Ես ուզում եմ դառնամ հայտնի պարուհի ու իմ ստուդիան բացեմ։ Օ, բայց ստուդիան, արի պայմանավորվենք, որ բացելու ես Այգեստանում։ Չէ՞։ Բա որտեղ։ Արտաշատում։ Արտաշատում, Երևանում։ Այգեստան մեկը կբացեմ։ Չէ, արի այսպես պայմանավորվենք, մեծ ստուդիա կբացես Այգեստանում, որոշել ես անունը ինչ ես դնելու ստուդիայի։ Չէ։ Օրինակ, Ինձ ասել ա, որ ինչ եմ դնել։ ինչ ա դնելու։ Մարիա Դան ստուդիո։ Ահա, Մարիա Դեն ստուդիո, չէ՞։ Մեծ ստուդիա կբացես, որ կողքի գյուղերից բոլոր երեխաները գան այստեղ։ Համ այդպես նայ Այգեստանը ճանաչում կունենա, համ էլ որոշ չափով տուրիզմը կզարգանա, հա? Ու առաջ կգնա գյուղը քո միջոցով։ Բա դու Սոնա ինչ ես անելու մեծանաս։ Մեծանալու եմ դառնամ հայտնի երգչուհի։ Երգչուհի։ Դու երգել սիրում ես։ Վայ։ Միշտ պարում եմ։ Միշտ պարում ես։ Հիմա կարող ես կանգնել ու մեզ համար մի երգ կատարել։ Հա։ Հələ բոլոր սպասում են քո երգելուն։ Դե, որը կերգես մեզ համար։ Հա, սիրուն Սոնա։ Հա։ Նայ բոլոր սպասում են որ դու երգես։ Հոп, հոп, ջիվանի, դև աշկերով միայնի, հոп, հոп, ջիվանի, էստեղ էցա վտանի։ Ապրես։ Երեխեք, այսպիսի մի հարց տամ ձեզ, գյուղում ինչի կարիք ունեք, ինչ պետք է օրինակ պետությունը ձեզ համար ստեղծի, ինչ եք ուզում ունենաք։ Խաղադավարակ։ Ահա, Քարքարո տեղերը սարքեն։ ահա, ճանապարհները ասֆալտապատ են, բա դու Սոնա ինչ կասես։ Ձեզ մանուկներիդ ինչ ա պետք, որ ուրախ, զվարթ ապրեք։ Դե ձեր կյանքը այնպես ա հեշտ ա, ապրուստը ձրի ա, մտածելու բան չունեք, հա, ինչ ա ձեզ պետք։ Խելոք մնալ։ Խելոք մնալ ա իրանց պետք։ Տատիկ պապիկին, մամային պապային լսել ա պետք, չէ, իրենց խորհուրդները լսել ա պետք, այո, չհակաճառել ա պետք, որ ինչ ասում են, ձեր համար են ասում, անպայման անեք իրենց ասածները, չէ։ Երեխեք, եկեք խոստովանենք, որ ձեր գյուղին պետք է խաղահրապարակ, շատ խաղասարքերով հարուստ։ Վայ ապրես, քո անուն ինչ ա։ Մարկ։ Մարկ, ապրես, ես ինչ խելացի տղա ես դու։ Տեսակ, Մարկը սառը ջուր բերեց, զգաց որ ծարավ է։ Քանի տարեկան ես Մարկ։ 2։ Խոսել գիտի։ Մանկապարտ ես գնում, հա։ 6 տարի։ Հա, այգես։ Հա, Այս տարի սեպտեմբերից Այգեստանի մանկապարտեզ եք տանելու։ Ինչ լավ է որ գյուղում մանկապարտեզ ունենք։ Աշոտ, դու գնա մի քիչ հանգստացի, ես լոլիկ քաղեմ, որպեսզի հետս Երևան տանեմ, ասում են Այգեստանի լոլիկը շատ համով է, տանեմ փորձեմ Երևանում եղավ։ Գյուղում ապրելը թթու թանչի, ամեն մարդի բան չի, ճիշտ է։
Այո։ Ճիշտ է։ Հիմա ձեր մոտ ինչ փուլ է։ Օրինակ լոլիկը որտեղից եք հավաքել։ Ջերմոցներից։ Մեր ջերմոցից եմ հավաքել։ Ահա։ Այսինքն Այգեստանում մարդիկ մշակում են ավելի շատ լոլիկ։ Շատ, հա, շատ։ Լոլիկ, լոբի, ջերմոցում։ Հիմնականում լոլիկն է։ Հա, լոլիկը։ Ավելի շատ ջերմոցային տնտեսությամբ եք զբաղվում, քան դաշտեր եք գնում, հա։ Դաշտերն էլ են գնում ազգան։ մշակում։ Խաղող ունենք, ծաղկակաղամբ ունենք, բادرջան ունենք, դրանք սաղ մշակում ենք։ Ձեր անունը Եփրաքսիա։ դուք Տիկին Եփրաքսյան եք, բա դուք։ Գոհարն եմ։ Եբրաքիայի եղբոր կինը։ Օ, այսպես ասած, Այո, մի ընտանիք ենք։ հարսու տալ եք։ Հա, Այո։ Ահա։ հարսս եկել է օգնում այնց։ Բա ինչ լավ է։ Հա։ Քանի տարվա հարսու տալ եք։ Արդեն Գոհար ջան, դու քանի տարի ես։ 44 տարվա։ Բա ոնց եք իրար հետ լեզու գտնում, հաշտ համերաշ կապը պահում։ Մեր ազգն է այտենց։ Հաշտ համերաշտ է մեր ազգը։ Ու թանկությունը, մարդու թանկությունը, եթե ուզում ես հարգանքը։ Երեխեքը մեծերին շատ են հարգում, հարգանքը կա։ Դե մեզանից է գալիս, մեծերից է։ Մեծերից է։ Հիշում եք Գոհարին, որ նոր էր հարս եկել ձեր ընտանիք։ Նոր էր հարս եկել, շատ լավ հարսնություն են արեց։ Հեզու խոնար, հա։ Շատ խոնար էր, շատ։ Այն թվերին հարսները հատուկ են էլ։ Հիմա էլ լավ։ Հիմա ավելի լավ են, ավելի հասկանալով են հարցներ իրար։ Այն ժամանակ հարցները վայ աման, կեսուրս չխոսայտի չանեմ հակառակը նետես շն, բայց հիմա հարցները շատ լավ իրանք իրանց դրսևորում են։ Տալիս ենք իրանց ամեն ինչը։ Թող անեն, մենք էլ կվայելենք։ հայկական ընտանիքներում վերջերս էլ լսած կլինեք, էլի ես էլ շատ եմ լսել, որ բաժանությունները շատ են լինում։ Օրինակ ամուսն անում են մի տարի, երկու տարի հետո ամուսնալուծում են։ Այդ շատ վատավ է։ Թութու չկա, մեր մոտ չկա։ Մանավանդ այդպիսի դեպքերը գրանցվում են մեր հայտնի աստղերի ընտանիքներում։ Երգիչ, դերասան, իրենց ընտանիքներում հասարակությունն էլ իրենց տեսնում է, այսպես ասած, օրինակ է վերցնում։ Իրենք օրինակ են ծառայում։ Հիմա ինչ պետք է անել, որ Հայաստանում ընտանիքները ամուր լինեն։ Եթե մենք ուզում ենք ուժեղ պետություն, պետք է ունենանք լավ ընտանիքներ, չէ՞։ Սիրող ընտանիքներ։ Սիրող ընտանիքներ, պետք է կեսուրը խելացի լինի, իր ընտանիքը չքանդի։ Այո, հավաքի։ Դի իր ընտանիքը հավաքի իր թևերի տակ։ Պետք է կեսուրից է գալիս, ջահելից չի գալիս, երբեք ջահելը վատ չի լինի։ Տավ մեծից է գալիս ամեն ինչը։ Օրինակ վերջերս համացանցում շատ եմ տեսել, որ մարդիկ քննադատում են հիմիկվա, այսպես ասած, բաց հագնվող աղջիկներին։ Ըստ ձեզ, դե գյուղերում աղջիկները սովորաբար փակ են, չէ՞ հագնվում։ Չէ, ինչի, մոդայի հետ թող գնան։ Թող ապրեն։ Ես ընդունում եմ, որը ջահելին հարմար է, թող էլ հագնի։ Չեք քննադատում։ Չեմ երբեք։ Չեմ էլ թույլ տա, որ իմ կողքինը քննադատի։ Հա։ Այսպես ասում են ազգային ավանդույթները չեք պահպանում, մեր հայկականությունը չեք պահպանում։ Պահպանում ենք։ Բայց հիմի փոխվել է, թող ջահելներ իրանց համար իրանց կյանքը լավ վայելեն։ Ասում եմ չիմ կարող այդ ալիք։ Իրա որ գյուղում այսպես եք մտածում։ Հա, բոլորն էլ տենց են։ Ժամանակակից Բախի խոսակցությունը լի ընտանիքում։ Բայց հակրվելը նույնիսկ չհակրվել, որ հետո հետևից ասեն։ Բայց գյուղում տենց էլ չեն հակրվում։ Հա, ես էլ եմ ասում։ Տեսեք, գյուղում ոչ մի աղջիկ իրեն թույլ չի տա, որ փորը բաց, հագնի ու փողոցով քայլի։ Գյուղի Երևանի տարբերությունը շատ մեծ է։ Ես այնքան եմ հիանում, որ տեսնում եմ գյուղում աղջիկները ինչքան զուսպ ու համեստ են իրենց պահում։ Շատ։ Մեր գյուղի աղջիկները հատուկ են։ Ուզում եմ, որ քաղաքի աղջիկները տեսնեն գյուղերում ոնց են աղջիկները իրենց դրսևորում ու օրինակ վերցնեն։ Բայց կվերցնեն։ Դե փորձում ենք դա ցույց տալ։ Մի քիչ ձեր առօրյայից պատմեք։ Օրինակ առավոտյան արթնանում եք, ինչ եք անում Այգեստանում։ Սրճում ենք։ Հարևաններով Սրճում ենք աբավոն, մենակ մարդը կարա սրճի, ընտանիքում էլ չէ, հարևաններով պետք է սրճի, որ շատ լավ ացնի օրը։ Օրինակ ձեր մոտիկ հարևանուհին ով է։ Թաղամասում։ Բոլորն էլ այս կողքինս էլ անույնն է, այն էլ դիմացին էլ անույնն է, այս կողքինս էլ բոլորն էլ նույնն են։ Լավ հարևաններ են, բոլորի հետ է սրճում ենք։ Ահա։ Համախմբված։ Դրանից հետո ինչ եք անում։ Այդ բաժակ չենք նայում, հավաքվում ենք ու մեր գործին ենք ընկնում։ Մեր հա, մեր չէ, մեր հա, մեր չի, մեր դու, մեր գործ։ Իսկ դաշտեր դուք գնում եք, թե ամուսիններն են գնում։
Չէ, ես չեմ գնում, բայց հա, ամուսներն են գնում, երեխեքն են գնում։ Տղես բանակից նոր եկել համ սովորում է, համ աշխատում է, համ էլ դաշտերն է։ Որտեղ ծառայեց ձեր տղան։ Կարճախփյուր։ Կարճախփյուր որտեղ է։ Սևանին կպած։ Հա։ Ծրագրավորող է սովորում, համ դաշտերն է աշխատում, համ է գնացել է ուրիշտեղ աշխատում է քաղաքում։ Տանջվում է, շատ է տանջվում, սմենից էլ եկել է, հոգնած քնել է հիմա։ Որ երկու տարի, որ իրիկուն էլ տանի, ես ապրանք ծախի։ Բայց ես տանջվում են գյուղացիները, տղերքը։ Արդար քրտինքով։ Այո, արդար քրտինքով։ Դրանից լավ հալալերը լնում է։ Այն որ գիշերները հանգիստ գլուխը դնում ես բարձին, գիտես որ քո արդար զուլալ աշխատանքի արդյունքն է։ Մեր օրվա հացը մենք ստեղծում ենք։ Տեսեք, գյուղ չկա, որ ինչ որ խնդիր չլինի, էլի։ Ուզում եմ հասկանամ, ըստ ձեզ Այգեստանում ինչի պակաս ունեք։ Օրինակ դպրոց կա։ Կլինի։ Օրինակ երեխաները ասում են, որ խաղահրապարակ չունեք։ Դե սարքում են, հիվանդանոցը քանդված է քանի տարիներ, ես էլ աշխատել եմ հիվանդանոցում, հիմի սարքում են, մենք դժգոհելու բան չունենք մեր գյուղում, տարիներով մենք ոչ մի բան չենք տեսել, բայց հիմի փառքասու։ Այնքան լավ է, որ մարդիկ գյուղերում այսպես լավ հավեսով ապրում են։ Պետք է լավացել դպրոց գնացող չկա, բայց ես ուրախանում եմ, որ դպրոցը սարքվել է, ծորս կգնա, թորներս ավարտել են, թո ծորնիկս գնա, ես շատ ուրախ եմ դրա համար։ Ասում եմ, Երևանում այսպիսի դպրոցներ չունենք, բայց գյուղերում տեսեք ինչ հրաշալի դպրոցներ են կառուցում։ Շատ ընտիր դպրոցներով։ Եկեղեցի պետք է կառուցեն հիվանդանոցի մոտ, ամեն ինչն էլ։ Այ եկեղեցու պակասում։ Հա, ունեինք քանդված աստեյա, քանդին որ սարքեին, հետո ինչ է լավ, դե դա իրանք կիմանան, մեր մեծերը կիմանան, մենք չգիտենք, բայց հիմի փառքաստու հիվանդանոցի կողքին ուզում են սարքեն։ Դա շատ լավ է։ Շնորհակալ եմ ձեզնից շատ։ Մենք էլ ենք շնորհակալ ձեզանից։ Շատ հաճելի է։ Արմինե ջան, գյուղում բնակիչները ասացին, որ եղել է այստեղ եկեղեցի, քանդվել է, դրանից հետո այլևս չեն կարողացել նորը կառուցեն։ Հիմա ոնց որ Աստված մեզ բերեց, հասցրեց այն փողոցը, որտեղ եկեղեցին ժամանակին գործել է։ Ուզում եմ ձեր կարծիքը լսեմ, կցանկանաք, որ ունենաք եկեղեցի։ Մեծ սրտով ես շատ կուզենա որ ստեղ եկեղեցի լինի, ուղղակի չգիտես ինչ պատճառներով քանդվել է, հետո ինչ որ ուզեցել են գումար հավաքեն, էլի չի հերիքել, գցել են ինչ որ բանկը որ տես մնա, հետո ներառեն գործի մեջ, այդքանը, դրանից հետո փոխվել է, դարձել է դրամ։ Արևիկիս ասեմ, էլի չի ստացվել։ Իմ ամուսնուս պապին է հավաքել փողերը, որ դանդիմաց է եղել, հավաքելա գցելա բանկը, դրանից հետո որ փողը փոխվել է, ինքն էլ մահացել է, չեն կարողացել նորից հետ բերեն փողը։ Ու այդպես չեն կարողացել եկեղեցին կառուցեն։ Իսկ գիտեք անունը ինչ է եղել նախկին եկեղեցու։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ու հետաքրքիր է որ թվականներին են էլի կառուցած եղել, շատ հետաքրքիր է։ Չեմ կարող ասեմ, երևի ես դեռ ծնված չեմ եղել, որ այդ եկեղեցին եղել է, քանդվել է։ Այսինքն այս քարերը որ տեսնում ենք, սրանք այդ հին եկեղեցու մնացորդներն են։ Մնացորդներն են, հա։ Շատ հետաքրքիր է։ Այստեղ մատուռ եք կառուցել փոքրիկ, որ կարողանաք կապը ասու հետ պահել։ Հա, մատուռը էս վերջերս է կառուցվել։ Ինչքան հնարավոր է գալիս եմ, հետևում եմ, մաքրում եմ։ Քանի որ այս վերջի ջրհեղեղներից որ շատ անձրև գալի լցվում է։ Հանում ենք նկարները, մաքրում ենք։ Միշտ այդպես է, գիտեք, չէ, ում տան մոտ կա եկեղեցի, տվյալ ընտանիքը սրտացավ է մոտենում եկեղեցու։ Հա, ես մեծ սիրով կուզենամ ստեղ ավելի լավ եկեղեցի կառուցվի, ստեղ պատարակներ լինեն։ Աստված տա գտնվի մի բարերար ու գյուղում կառուցի եկեղեցի, ու Աստվածահաճո գործեր մենք շատ անենք։ Այո, ես շատ կուզենամ մի հատ լավ բարերար հայտնվի, ու ստեղ շատ սիրում եկեղեցի կառուցվի։ Թե չէ մեր երկրում խառնվել է իրար, ամեն ստից խոսքից իրար չեն հասկանում, կռվում են, սպանում են իրար։ Հիմա շատ են չարացել, մեկը մյուսը չի հասկանում, չգիտես ինչի։ Աստծո սիրո պակասից է։ Եթե ամեն մարդ Աստծուն իրանցից շատ սիրի, իրանցից շատ Աստծուն հավատա,
Չարը իրեն չի Հիմա իշխի։ կարամ ասեմ, որ հիմա ասուն այդքանը չեն հավատում, ավելի շատ հավատում են փողին։ Փողն է սկսե առաջնորդել, բայց սխալ է։ Կգա մի պահ, որ իրենք փոշմանեն։ Տղերք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ։ Ինչ կա չկա Այգեստանում։ Իշկա։ Ինչ կա Այգեստանում կա։ Ամեն ինչ էլ կա։ Օհո, ամեն ինչ էլ կա։ Թվարկեք տեսնեմ։ Տենց Օրինակ օդ, շատ շոկ է Այգեստանում։ Երկնքից թափվում է կրակ։ օրինակ Ոնց եք հովանում։ բանը, տենց տանը հիմնականում, բայց օրինակ մենք ուրախ ենք, որ մեր գյուղում կան բազմաթիվ ջերմատներ, որով մեր գյուղացիները առատ բերք են ունենում։ Ահա, կանոն ինչը։ Արամ։ Արամն ես դու։ Ահա, դու ինչ կասես, ինչ կա չկա Այգեստանում։ Ես կասեմ, որ Այգեստանում ապրելը շատ լավ է, մարդկասիրությունը, որ մարդիկ բարի են, էլի, մարդ կա, որ տենց մարդ չկա, որ չարա, օրինակ կա ես չգիտեմ, բայց օրինակ իմ ընկերները չար չեն։ Կանոն ինչա։ Արմեն։ Արմեն, Արամ, Արմեն, դու։ Մարկը։ Մարտին։ Մարկ։ Մարկ, դու Մարկն ես։ Դե ասա տեսնեմ ինչ կա չկա Այգեստանում։ Ես չկա, ֆուտբոլի դաշ չկա։ Ահա։ Ամեն ինչ ունենք, մատորներ ունենք։ Ոչ մի բանը չենք դժգոհում։ Դպրոցը թազը սարքում են։ Ամեն ինչ լավ է, դեղատուն ունենք։ Հենա շտապը, հեսա բան են սարքում, մեզ դեղատուն են սարքում։ Այտենց բաներ են սարքում։ Հիվանդանոց են սարքում։ Հիվանդանոց են սարքում, արդեն սարքել են, հեսա բանը մեջը պետք է արդեն բան անեն, կահույք դնեն։ Ահա։ Այտենց։ Մի խոսքով դժգոհելու պատճառ չունեք։ Մշակույթի տուն ունեք, այնտեղ գործող խմբակներ կան։ Իսկ սպորտին վերաբերող խմբակ կա, Այո, բարբա։ Բարբա։ Ահա ես սպորտսմեն եմ։ Հաճախում եք դուք։ Ես գնացել եմ, 4 տարի գնացել եմ, բայց հիմա էլ չեմ գնում։ Բա դուք երեխեք։ Ես էլ տես մի 2 ամիս գնացել եմ, բայց ես բանը ուրիշ մասնագիտություն ընտրեցի դհոլը եւ հիմա շարունակում եմ գնալ դհոլ։ Ես էլ։ 3 տարվա դհոլ չեմ, ինքներ 5։ Դհոլ ունես։ Հա, ես էլ Տունը ունեմ։ մոտիկ է։ Չէ, գյուղի հերիչն է։ Ափսոս, ասում եմ մեր համար դհոլ Ես էլ ունեմ։ Մոտիկ է տունը։ Մեր ամենավերջի փողոցն։ Բա դու ինչ ես անում այս ընթացքում։ Ամառը հեսա կվերջանա։ Հուլիսի կեսն ենք հասել։ Գնացիր հանգստանալու։ Հələ չէ, բայց որոշում են գնալ։ Ուր եք գնալու։ Սևան։ Ընտանիքով։ Հա։ Քանի օրով։ 3 երևի կամ մի շաբաթ չգիտեմ։ Ինձ էլ կտանեք ձեր հետ։ Շիկա։ Արտիկա, ուրա։ Դուք ուր եք գնալու հանգստանաք։ Մենք արդեն գնացել ենք, ես գնացել եմ տատիկից։ Որտեղ է տատիկը։ Պրոշիա։ Ռոշյան։ Ինչա տատիկի անունը։ Հասմիկ։ Արի բարև ենք քո տատիկին։ Բարև Հասմիկ տատիկ։ Բա դուք ով եք։ Ես Այգեստան գյուղի բնակիչ Հերաքի Ավետիքի Փարաջանն եմ։ Ահա, ուրախ եմ շատ։ Հա, նախնիներս այս գյուղից են եղել։ Հա։ Մի խոսքով Այգեստանի կյանքը շատ լավ է, ունենք լավ ղեկավար, գյուղի համար ամեն ինչ անում է, Աստծուն փառք։ Ամեն մարդ եկել է իր աշխատանքով։ Ինչով եք զբաղվում դուք։ Ես զբաղվում եմ ջերմոցագործությունով։ Ինչ եք աճեցնում, ինչ եք մշակում։ Պամիդոր եմ աճացնում, գյուղի բնակչություն շատ աշխատասեր է, շատ։ Հա։ Բայց ցավոք սրտի այս տարի այդ ճանապարհների հարցով, որ դուր չեկավ ապրանքը, հա, դաշտում, ջերմոցներում մնացել է եւ չեն կարողանում որ իրացնեն։ Հա։ Շատ կյանքի հիմա այդ ջերմոցային հարցով շատ դաժան է։ Մարդիկ ինչքան ծախս դրել են, գոնե իրաց գինը հանեն։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ինչ ասեմ, բայց տարի ենք դժվել, մնացած տարիներին լավ որ նայում ենք ուրիշ պետություններին, մեր մոտ կարևորն է որ խաղա։ Պատերազմ չկա։ Կարևորը ժպիտով պետք է ապրենք։ Ժպիտով ենք, թող ամեն մարդ իմանա, այսպես չի մնալու։ Կյանքն ավելի աճելի է եւ բարգավաճելի է։ Իհարկե։ Հա, ես ունեմ տղաներ, թոռներ, միած ծոր, բազմանդամ ընտանիք ենք, բոլորը մասնագետներ են, Աստծուն փառք, բոլորն աշխատասեր են։ Ղեկավարությանը ես մեծ հարց ունեմ բարձրացնելու։ Որ հարցն է։ Այդ աճոկը հասնի։ Իհարկե։
դե որ կհասնի ասեմ։ Ես այդ հարցով չեմ ներվում, իմ պապա 1800 թվականին պատվալասարկել Գետնի տակը որպես թաքստոց։ Մեծ շենքի տակը։ Ռայոնի մեջ երևի չկա այդպես բան։ Կլոր, թաքստոց գիտեք որն է, որ կլոր է։ Եթե սենյակի նման է, դա թաքստոց չի համարվում։ Գետնի տակն է։ Ասված չան մի բանի ահագին մեր ժողովուրդ կփրկվեն։ Հիմա ես պահանջում եմ, թող ամեն գյուղ գոնե մեծ թաքստոց ունենա։ Աստված չանի նամին հարցակվելու ժամանակ, որ բնակչություն իմանա պաշտպանվել, վաղը ասեք թե կռիվելա։ Այս երեխեքը հարցները որտեղ են թաքնվելու։ Շատ լավ միտք եք տալ։ Այո, ես կոչ եմ անում Փաշինյանին այդ հարցով, թող ուշադրություն դարձնեն։ Երեխաներ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom-ը։ Դուք գիտեք ինչ է Fnet-ը։ Ինչ է։ Fnet-ը բանա, ինտերնետի ցանցը։ Այո, էլ ինչ ունի Fnet-ը, ով կարող է ասել։ Հեռուստաալիքներ, անվտանգության տեսախցիկներ, խելացի դոմոֆոններ, F-Time հարթակ։ Մի խոսքով, եթե ուզում եք օգտվել աշխարհի ամենաընտանեկան կապից Fnet-ից, զանգահարեք 89 88 հեռախոսահամարով։ Մեր հաղորդաշարի գործընկերն է նաև Emily Farm դեղատների ցանցը։ Երեխաներ, մենք այսօր ժամը 13:00-ից բացահայտում ենք Այգեստանը։ Մեծ տպավորություններով ես ու Աշոտը գնալու ենք ետ, բայց կրկին վերադառնալու ակնկալիքով։ Մենք շփվեցինք շատ այգեստանցիների հետ, մեծ բավականություն ստացանք, մեզ սիրված զգացինք, սպասված զգացինք ու հաջորդ անգամ անպայման էլի կայցելենք։ Դուք բոլորդ շատ լավն եք, ես ձեզ մաղթում եմ ամենակարևորը առողջ լինեք, բոլորդ, թե երեխաները, թե մեծահասակները, ձեր գյուղը շատ սիրեք, ձեր գյուղին վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք ձեր սեփական երեխային։ Ու խնդրում եմ գյուղը պարտադիր մաքուր պահեք, եթե տեսնում եք ինչ-որ մեկը ինչ-որ մի բան կերավ թուղթը գցեց գետնին, անպայման նկատողություն արեք, հա։ Ես անում եմ։ Այ այդպես շարունակեք, որպեսզի մենք կարողանանք մեր հայրենիքը մաքուր պահենք։ Լավ։ Պետք է շատ սիրենք մեր Հայաստանը, միայն Այգեստանը չէ, կողքի գյուղերն էլ շատ սիրենք։ Բոլորիցս շատ շնորհակալ ենք։ Դե ինչ, ցտեսություն Այգեստանից։